Մոնք 3 YouTube-յան ալիքով մեկնարկում է Մաֆիադոր խաղը։ Առաջին անգամ հայկական հանրությանը մենք ներկայացնում ենք հայտնի միջազգային խաղի յուրահատուկ ադապտացիան։ Մենք բավականին շատ փոփոխել ենք միջավայրը եւ բավականին քիչ կանոնները։ Եթե դուք պատրաստ եք, մենք սկսում ենք։ Զգուշացեք, դռները բացվում են։ Բարի գալուստ Մաֆիադոր։ Ես շատ ուրախ եմ, որ դուք հասաք մեր տիեզերանավ։ Ինչպես է ճանապարհը։ Լավ։ Լավ է։ Այո։ Ոչ մեկի սրտխառնոց, գլխապտույտ։ Բնավ, առանց խցանումների։ Առանց խցանումների։ Հնարակ տեղ չենք ասել երբեք։ Այո, տիեզերքում խցանումներ չեն լինում, բայց մեր խաղի ընթացքում լինում են, երբ որ խաղացողները իրար ետևից դուրս են գալիս, այնտեղ սառցեգնդեր են ձևավորվում եւ խանգարում են իրար։ Դե ինչ, ես ձեզ շնորհավորում եմ, դուք եկել եք մեր տիեզերանավը, ես Եգոր Գլովն եմ, այս տիեզերանավի հրամանատարը, կապիտանը կամ նավապետը, ինչպես կուզեք, եւ ժամանակն է նաեւ ծանոթանալ ձեր հետ։ Մարիամ Ալեքսանյան, բրիտանացի գիտնականների գծով փորձագետ է, Շնոբելյան մրցանակի ժյուրիի պատվավոր անդամ։ Ժաննա Բուտուլյան, անձամբ Ստեփան Փարթամյանի հետ լուսանկար ունի, բազմալեզու ստատուսների սիրահար է։ Կարո Հովանիսյան հավատում է, որ Հայաստանում հնարավոր է կանի փառատոնի մակարդակի ֆիլմեր նկարահանել։ Ժամանակ առ ժամանակ սոցիալական էջերում աշխատանքային փորձով խոհարարներ է փնտրում։ Վահագն Գասպարյան փոփոխություններ բերում է ոչ միայն կյանք, այլև թատրոն։ Հեքիաթի հերոսներին յուրովի է ներկայացնում բեմում։ Վարուշ Մարգարյան Instagram-ում կոչ է անում դուրս գալ Instagram-ից եւ իրական կյանքով ապրել։ Վստահ է, եթե նույնիսկ էշը սատկի, գարուն չի գալու։ Ժաննա Վելիցյան Վիոլայից Այծեմնիկ Էլենի օրագրից մինչև Սաբոտաժ դուր են գալիս ազնիվ տղամարդիկ։ Նիկոլայ Ավետիսյան երազում էր համակարգչային խաղեր ստեղծել, բայց Սոս Սարգսյանի «Դու կդառնաս» բառերը ճակատագրական դարձան։ Միլենա Ավանեսյան տանիքում հաճախ է լինում, բայց ոչ աստղերին նայելու համար։ Սովորական հրաշքների դեռ հավատում է։ Լավ տրամադրություն ունեք։ Չունենա։ Միջև խաղի վերջ ունենաք լավ տրամադրություն։ Ունեցեք, իհարկե, այո։ Մարիամ, որտեղից եք եկել, որ մոլորակի վրա եք բնակվում, ինչ կա տիեզերքում, ինչ կապ ունեք տիեզերքի։ Եզերքում դեռևս ամեն բան կարգին է։ Բանգլադեշում ամեն ինչ։ Միտինգներ Քանի չկան։ որ միտինգներ ոչ դեռ չկան, չգիտենք դեռ ինչ են սպասվում։ Միտինգներ եւ վիկինգներ, տակ։ Այդքան Եկեք իմ մոլորակի անունը դնենք Յուպիտեր։ Յուպիտեր, Այո, ես դա ձեր սիրում եմ մոլորակն է։ Այո, դա ես Պարզ սիրում է։ եմ այդ մոլորակը։ Մարիամ Յուպիտերից։ Ժաննա, Յուպիտերից։ Ժաննաները այսօր շատ են։ Մեկից շատ են, էլի։ Մեկից շատ է։ Այո, Ժաննա, պատմեք։ Ես եկել եմ Վեներա մոլորակից։ Վեներա մոլորակից, պարզ է, այո։ Բացեմ փոքրիկ գաղտնիք, մեզ մոտ բոլորը Ժաննա են։ Վեներայում բոլորը Ժաննաներ են։ Այո։ Վտանգավոր մոլորակ։ Ես էլ ուզում եի, բա ինչպես եմ ձեզ տարանջատելու։ Ինձ վստահ խոսում ոնց որ իրոք այնտեղից է։ Ընթացքում կհասկանաք։ Ընթացքում կհասկանանք։ Լավ, Լավ, մոտ բոլորը ժաննա են։ Ժաննա Վեներայից։ Պարզ է։ Կարո, Ես եկել եմ X մոլորակից։ X մոլորակից։ X մոլորակը Mr. X-ին տեսել եք այնտեղ։ էլ չկա։ Էլ չկա։ Գնացել եմ։ Ուրիշ Mr. մոլորակ X-ը էլ չկա։ Մետերի մասը։ Դա Մեր X մոլորակը ուղղակի ինկոգնիտո մոլորակ է եւ տարբեր տեղերում է։ հասկացա։ Կարո X մոլորակից։ Վահագն ձեր մոլորակում տակ պետք է լինի ըստ երևույթին։ Մեր մոլորակում տակ է, ուղղակի մոլորակի անունն է մի քիչ երկար։ Եվ Էներգետիկուս Մարկոս Անտոնիոս դե Խոսե Լուիս Տարասոնա, բայց կարճ կարող Իսպաներեն եք է ասել, խոսում ձեր մոլորակը։ կարելի ասել, բայց կարճ կարող եք ասել Ծյուծյու մոլորակ։ Ծյուծյու մոլորակ։ Այո։ Այո։ Եվ տիեզերական անունս է Հակնեցից բառը։ Exohair, կխնդրեի ճիշտ ասել ոչ թե Exohair ծյուծյու մոլորակից։ Այո, ոչ թե Sexo, այլ Exohair։ Եկել եմ բզիկտոն աստղաթիռովս։ Սեքսոն նշեցիք որ ինչ։ Sexo չէ, հարգելիս։ Դետ եմ ասում։ Ասում եմ Exo։ Մեր Բոլորի մոլորակը արդեն պարզ է որ սեքսո չէ, էքսո։ Մեր մոլորակը բոլորին չգիտի ինչ է պարզ է։ սեքսը դեռ։ Դեռ չգիտեք։ Դեռ ոչ։ Իսկ ոնց եք բազմանում։ Դա ձեր գործը։ Էներգիայի շնորհիվ։ Դա ձեր գործը չէ։ Կամ ակտոցների միջոցով։ Այո, ինչու ոչ։ Так, ինչ կասի Վարուժը։
Ես Կամ եկել եմ լսեցիք, բարի։ Ասա Յուպիտեր Զգուշ Ես եք, իսկ աչքից։ Չէ, ես եկել եմ Ամուրիա մոլորակից։ Ամորիա։ Ամուրիա։ Ամուրիա։ Հա, Օ, մեր էլի մոլորակում- սիրո հետ կապ ունի։ Հա, Так, մեր մոլորակում մարդկանց թվականակը միշտ զույգ է, չի լինում կենք։ Միշտ Ժանրները որ մեկը քո մենակ մոլորակից չմնա, են։ ու երբ որ ինչ-որ մեկը երբ որ Չէ։ երկու հոգի երբ որ լույս աշխարհ են գալիս, իրանց մոտ միշտ ձին է լինում ու իրանք պարտադիր հանդիպում են հենց իրար ու ոչ բաժանում է լինում, ոչ սխալ միաժամանակ սիրահարվել է են լինում։ գալիս լույս աշխարհ, թե կապ չունի։ Միաժամանակ գալիս են լույս Ահա, եւ աշխարհ, ձին ա երբ որ միանգամից ձին է լինում, ձին, հա։ Հասկացա։ Ձեր 1/3-ը գտել եք ձինի։ Ես այդ ուզում եմ ասել, ես մոլորակից Չէ, դուք ասեք որ այդ մոլորակից։ Հաստական է, երկերից Հա, երևույթի գտել եք թե ոչ։ գտել եմ, Գտել եք։ բայց դեռ չեմ հանդիպել։ Հասկացա, հասկացա։ Ըհը։ Մեծ գիտեմ։ Ժաննա Վեներա մոլորակից։ Բարձր։ Այո, Ինչպես պետք է ձեզ։ լուսաստղ, այգաստղ, Եկել եմ լուսաստղից։ Վեներա մոլորակից, Так։ ինչպես Մարգարիտ նշեց իմ հարևանուհին, այնտեղ բոլորս Ժաննա ենք։ Իսկ տղամարդիկ կան ձեր մոլորակում։ Իհարկե։ Դրանք են Ժաննա։ Ոչ, Ոչ, Նրանք Ժան են։ ոչ, նրանք Ժան տարբեր։ են։ Տարբեր։ Հասկացա։ Ժաննաները եւ տարբերները։ Տարբերները։ Պարզ։ Շատ բարի, բարի։ Նիկոլայ, Օ, ինչ կասեք։ Ես կասեմ, չեմ կարող ասել ոչ մի բան, իմ մոլորակային գաղտնիքա իմ մոլորակը։ Ես Դեռ չի բացահայտվել, բայց ընթացքում կբացահայտվի։ Բարի, բարի։ Շատ բարի։ Միլենա, Ես կորյունի տեղ չեմ անցի։ լսում եք ձեզ։ Ես եկել եմ, Դուք եկել եք, մենք ես եկել տեսնում եմ, ենք։ այո, ես Այո։ եկել եմ Մակմու մոլորակից։ Մակ, Մակմու, Մակմու, այո, որտեղ այդ մոլորակը ունի 6 բնակիչ։ 6 բնակիչ, Այո, ընդամենը հաշված 5 բնակիչ։ կատու եւ ես։ 5 կատու եւ դուք։ Սիրում եք կատուներին։ Շատ։ Շատ բարի։ Իսկ նրանք ձեզ Նրանք էլ ինձ։ ասում են, որ կատուները առհասարակ ոչ մեկին բացի իրենք իրենցից չեն սիրում։ Ով Մենք ասեց 6 Վալերիան հոգի կայլ ենք են ապրում, սիրում։ ինձ սիրում են։ Ես մարդկանց մասին եմ Ահ, խոսում։ ներեցեք։ Պետք է իրար հետ որոշեք, թե որն է մեր տիեզերանավի անունը։ Դες բոլորդ եկել եք տարբեր մոլորակներից, երկու հոգի մեկ մոլորակից ունենք, մոլորակները տարբեր են, մարդիկ տարբեր են, գումանոիդները տարբեր են, լեզուները տարբեր են, բայց ընդհանուր ինչ որ բան պետք է ունենանք, տիեզերանավի մեր անունը։ Դե որոշեք, խնդրեմ։ Առաջարկներ։ Վահագ գալիս։ Վահագն, Քանի որպես որ մեսրոպ երկրի մաշտոց։ մոլորակում, քանի որ երկրի մոլորակում զարմացած են բոլորը Տեսլայից, հա։ Դոկ։ Արեք ասենք մենք էլ չտես X-ն ենք։ Չտեսլա, չտեսլա։ Չտեսլա ավելի ինչ։ Չտեսլա ինձ թվում է լավ է X-ը մի քիչ ոնց որ Չտեսլա X։ Ես իմ եմ։ Չտեսլա X։ Ով առաջարկեց որ վաղը։ Տեսլա X։ Եթե ես ծև լինեմ, Միանգամից տեսա ուրիշ բան։ Լավ, բարի։ Ուրեմն ձեր եւ մեր пастоրեն Տիեզերանավի անունը չտեսլա X։ Լավ, եկեք քարտերը բաժանենք, ինձ թվում է Տիեզերանավի անունը այդքան կարևոր չի։ Ինձ թվում է լավ է։ Խաղը։ Ինչքան խաղը, չնայած խելացի մարդիկ ասում են դու ինչպես հաստատ իրան անվանես, կտանես։ այնպես է ամեն ինչ կլինի։ Դեռ ձեր չեք տալիս, խառը խաղա գնալու։ կարող եք շոշափել, դեռ չենք նայում ինչ կա մեջը։ Հետ հաշվարկով ենք Դրամական պարգև է ինձ թվում է։ միաժամանակ Պետք է տիեզերանի դրամական պարգև ինչ եք անում տիեզերքում։ Տիեզերքում դրամը էական չի։ Տիեզերքում էական է սերը, լուրջ խաղ։ ամերաշխությունը, Ամեն ինչ փոխվել է, տիեզերքում էլ է դրամա։ ապրելու ունակությունը, բաժանորդագրվելը դա ձեզ է վերաբերվում, լայքելը, կոմենտ գրելը դա էլ է ձեզ վերաբերվում։ Так, հետ հաշվարկ ենք անում 3-2-1 եւ մեկի ժամանակ բացում եք ձեր ծրարները եւ դիտում եք ուշադիր ձեր քարտի գույները եւ միգուցե եւս մեկ անգամ հիշեցնեմ, կարմիր գույնի խաղացողների մոտ կարող է լինի 2 քարտ։ Մեկի վրա գույն է, մյուսի վրա գրված է ուրեմն թաղային կամ թիկնապա։ Բարձ է։ հեղինակություն։ 3, 2, 1 Եթե պատրաստ եք, ինչ որ բաներ ուզում եք ասեք իրար։ Լավ խաղ ենք մաղթում։ Լավ խաղ եք Բոլորիս։ մաղթում։ Շատ բարի։ Ուրեմն բան չլինի։ զգուշացեք, դռները բացվում են։
Սա առաջին գիշերն է, հիմա մենք կծանոթանանք թիկնապայի հետ, կծանոթանանք թաղայինի հետ, հետո կիմանանք թե ովքեր են սևերը, իսկ հետո կսկսի խաղը։ Իսկ դուք դիտեք մեզ, լայքեք մեզ, գրեք կոմենտներ եւ եղեք շատ ուշադիր, որովհետեւ միգուցե օրերից մի օր դուք գտնվեք այստեղ, թե ինչպես կգտնվեք այստեղ, ես կասեմ, բայց կարևորը լայքել, բաժանորդագրվել եւ կիսվել։ Ինչ թվում է խաղը պետք է խաղալ միշտ ինչ-որ անեմոցիա։ Ինձ չխփեք առողջին գիշերը։ Սառը դատողություն պետք է դրսևորես։ Այ, ախում եմ։ Իմ մոտ չգաք։ Մի քանի խաղացողների կյանքում ծանոթ եմ։ Ինձ թվում է, եթե սև եղան, հեշտ կբացահայտվեն։ Так, դե ինչ, արդեն կարող ենք կարծես թե փնտրել մեր այսօրվա խաղի առաջին խաղի թիկնապահին։ Տիկնապան ով է։ Շատ հետաքրքիր կլինի, թե ով ոնց է խափում ու կհասկանամ ես դա թե չէ։ Ու ուզված եմ։ Թիկնապահ, դուրս արիր ծանոթանանք եւ հասկանանք, թե ինչ պետք է դու անես։ Եվս մեկ անգամ իհարկե ես քեզ կպատմեմ։ Սիրելի թիկնապահ, ահա, տեսնում ենք ով է թիկնապահը։ Մոտենում ենք թիկնապահին։ Բարև ձեզ, շնորհավորում եմ, ձեր ֆունկցիանը գիշերվա ընթացքում դուրս է գալի եւ ինչ որ մեկին ցույց եք տալիս։ Ես իհարկե կուզեի շատ Այդպես միշտ չի որ։ ինքս ինձ փրկեի։ Ես կանչելու եմ բարձրացային դուրս է գալու ցույց եք տալու։ Всё, լավ խաղ։ Չտեսլա X-ից ողջունում եմ իմ բոլոր մոլորակակիցներին։ Ասեմ, որ այստեղ շատ հետաքրքիր է ամեն ինչ, եւ ինչպես որ ակնկալում ենք, եզերքում մի քիչ ցուրտ է։ Թաղային։ Ես գնացի։ Չտեսնի, քսի թաղային ով է։ Ով է մեր Չտեսլա X-ի թաղայինը։ Չտեսլա X-ի թաղայինը։ Ահա եւ նա։ Բարև ձեզ։ Դուք թաղային եք։ Գիշերները դուրս եք գալու եւ յուրաքանչյուրին կարող եք ստուգել, ցույց եք տալի ինձ մատով եւ ես ասում եմ կարմիրը տեսեվա եւ այդ ինֆորմացիան դուք ունենաք։ Կուզեք բացեք, չեք բաց։ Լավ խաղ։ Ծանոթացանք նաև թաղայինի հետ։ Հիմա պարզենք, թե ովքեր են այն երկու սև խաղացողները, որոնք որ ամբողջ աշխարհի դեմ են կարծես թե պայքարելու։ Բայց Աստված չանի Նիկոլայը լինի էլի սև։ Սևեր, դուրս եկեք։ Գնացի։ Հարգելի սևեր։ Չտեսլա X-ի սևերը։ Երկու սևերը դուրս եկեք սևեր, ծանոթացեք իրար հետ, խնդրեմ, եւ հասկացեք, թե ինչ եք անելու։ Այո, ամեն գիշեր իրար տեսնելու եք, եթե իհարկե առաջի գիշերից հետո ինչ-որ մեկին մի անգամ ինչ չվերացնեն։ Բե ինչ, ես դες մաղթում եմ լավ սևական խաղ։ Սևերին պետք է սևական խաղ մաղթել։ Անցեք ձեր կապսուլաների մեջ, որ ոչ մեկ ձեզ չտեսնի։ Վահագն ամենախառը մարդը, որ Վահագետ, չգիտեմ, ոնց անուններ տվեց, թե մոլորակի անունը, թե իր անունը, որ Սևերի հետ էլ ծանոթացանք եւ հեսա շուտով կիմանանք, թե ինչ են մտածում մեր մասնակիցները իրար մասին։ Կարող են փրկել օրինակ թիկնապահը ինչ որ մեկին թե ոչ։ Ճիշտ կռահություն է անելու թաղայինը թե ոչ։ Եվ ում առաջինը կվերացնեն սևեր։ Այդ ամենը մոտ ապագայում մնացեք մեզ հետ։ Զգուշացեք, դռները բացվում են։ Բարի լույս։ Ինչպես գիշերեցի կապսուլաներում։ Խոսում էինք անդադար։ Մի քիչ ցուրտ էր, այս Դեզերք է, ոչ։ Այս գիշեր հա։ Սովորեք, դեզերք է։ Այստեղ ոչ ամառ կա, ոչ ձմեռ կա, եթե արևը Այսպես է միշտ։ Այսպես է միշտ։ Դեզերքում -273 աստիճան է։ Եթե ոչ ճուճու մոլորակի արևանությամբ, այնտեղ մի քիչ ավելի տաք է։ Այո, հիմա կարող եք արդեն շփվել, խոսել, հասկանալ ինչ է, ինչոց է։ Այս գիշեր ոչ ոքին չենք վերացնելու, այս գիշեր
չենք քվեարկելու այս գիշեր դուք պարզապես ծանոթացանք մենք իրար հետ, իսկ հիմա կարող եք ինչ-որ քվեարկություններ անել եւ գնալ հերթական անգամ քննելու եւ արդեն դրանից հետո ինչ-որ բաներ կփոփոխվի։ Так, Նիկոլա, երթա հետ բան ասեք, հարցեր Ասեմ, առաջի գիշերից հետո մի քիչ դժվար է խոսալ, էլի սովորաբար։ Դե ժողովուրդ, եկեք այսպեսի մի հատ տարբերակ հասկանանք։ Պետքա թիմ ձևավորենք։ Բաժանենք երկու մասի։ Կարմիրները պետքա փորձեն գտնել իրանց թիմը, այսինքն մենք պետքա կարմիրներով փորձենք գտնել կարմիրների։ Ես առաջարկում եմ բաժանենք sense 6 կարմիր, 2 սևով համադրենք։ Լավ միտք է։ Դրա համար պետքա մի քիչ խոսանք։ Ինչքան որ խոսանք, այնքան բոլորս կհասկանանք ով ինչա առհասարակ կամ ինչա մտածում։ Զգում եմ լարվածություն կա խաղի մեջ։ Օթում Օթում լարվածություն։ Տիեզերքում։ Այո։ Վարուժ ասեց կասկածում է Ժաննային, որովհետև լրիվ փոխվում է։ Так Ժաննա ջան, Պաշտպանվելն էլ առանց կարող եք պաշտպանվել, կարող եք իգնոր անել։ Ես ծանոթ չեմ, պաշտպանվի, էլի խնդրում եմ։ Օ, պաշտպանվիր որ ծանոթանա։ Դա նոր բան է։ Այս առաջին մասը մի քիչ շփոթեցնող է, որովհետև այս մոլորակի ատմոսֆերան։ Այս արդեն երկրորդ մասն է, Ժան, այս արդեն երկրորդ մասն է։ Առաջին մասից հետո դու փոխվեցիր, այս երկրորդ մասը դրա համար է այս մարդու մոտ այդ հարցը առաջացել։ Իսկապես ես շատ արագ եմ փոխվում։ Կերպարանափոխ։ Բայց ոչ մեն հակոստի մասին է խոսքը։ Ընդհանուր է։ Շատ բարի։ Ես առաջարկում եմ գնալ գիշերելու եւ միգուցե ինչ-որ բաներ Մի բան կարելի է ասել, շատ ռիսկային խաղ եմ, հիմա քայլ եմ անում։ Ես խաղում եմ Մարիամի հետ։ Եթե իմ հոգեբանությունը ինձ ասեմ ինչի, ծիծաղում եք, հետաքրքիր ասեմ ինչի, ես խաղում եմ Մարիամի հետ։ Մարիամը հուզվեց։ Աստվածանի չսխալվի իմ հոգեբանական հմտությունները, բայց որ ես էի խոսում, Մարիամը շատ ուշադիր նայում մնացած։ Դա կարմիրի խաղ է ու հիմա հենց հիմա ես անանդրի հակառակը փաստել։ Միգուցե այս ամենի մեջ կա։ Ես սիրելի հաղորդավար, ասում եք մեդիտացիա, հիմա չպիտի խոսեք։ Միգուցե այս ամենի մեջ կա իմաստության ծորենը։ Այնպես որ սևեր, եթե ուզում եք խաղալ, զգուշացեք, դռները բացվում են։ Վերջապես։ Առաջին անգամ մեր թիկնապահ ինչ-որ մեկին կպաշտպանի, առաջին հարցը կհնչի թաղայինի կողմից եւ վերջապես սևերը առաջին անգամ կփորձեն իրենց սև գործ անել։ Ես հրավիրում եմ դուրս մեր թիկնապահին, որ հասկանանք թե ում է տալիս իմունիտետ, ում է պաշտպանում թիկնապահը։ Թիկնապահ, դուրս եկեք եւ հասկանանք թե ում եք ուզում առաջին գիշերից հետո պաշտպանել։ Կարող եք։ Тикнапа решила Тикнапа спасти себя. Սիրտս լավ բաչի վկայում։ Ձախ կողմից, այսինքն Մարիամի կապսուլանա կամ Ժաննայի, այնտեղ սև եմ ինչ որ տեսնում, հայացքի առումով փոփոխություններ եմ նկատել, դրա համար ցենց Սիրելի թաղային, գնացի։ ուր է մեր սիրելի թաղայինը։ Թաղայինը կարող է դուրս գալ, տա ինձ հարց եւ ես շատ ճշմարիտ կփորձեմ այդ հարցին պատասխանել։ Ում եք ուզում ստուգել։ Ափսոս։ Մարիամը կարմիր է, ինչի Մարիամին խելոք նստած էր ձենը ջերանում խեղճերը։ Այն ստուգի ու որևէ կերպ մի նշան արա, որ եթե ես մնամ, իրար հետ խաղակ։ Աստորեն ստուգեցին, Տիկնապահին իրեն պահեց, Մարիամը կարմիր էր։ Հելքս չի կտրում, որ սևերը կսպանեն առաջինը, Տիկնապահին, տեսնենք։ Սևեր, դուրս եկեք ձեր կապսուլաներից, բոլորը քնած են, հանգիստ կարող եք դուրս գալ, նրանք խորը քուն են մտել։ Ժաննան կարող է սև խաղացող լինել, բայց նաև Ժաննային դապճանը չելով կարող եմ հստակ ասել, որ ինքը ուղղակի այդպես մտնում է միանգամից տրամադրության մեջ ինտեգրվում է։ Սևերը դուրս են գալիս եւ տեսնենք թե ում են ուզենալու կրակեն։ Նիկան էլ դուրս չի գալիս, եթե անկեղծ։ Սպաղեցրեք ձեր տեղերը։
Հակեք ձեր դռները։ Գիտե, ես դուրը բացեցի ասեցի, որ տենց է լինի դու վստահ էի։ Առայում չեմ խոսում, ասում են սուսես ձեն չես անում։ Հիմա ասենց պոզիտիվ ուրախ եկել էի ասեցի, բայց ես լավ տրամադրություն վարում։ Ստեսություն։ Գիտեի, անկեղծ ասում ես որ մտա ներս ասեցի, սպառելու։ Ախ, չեմ համբերում։ -1 դա ոչ թե աստիճանն է -1 այլ -1 մասնակից դե ինչ զգուշացեք դռները բացվում են Գնացինք։ Բարի լույս Բարի լույս։ Վարուժը չկա լքեց ոչ ինքնակամ դաժանաբար սպանվեց ձեր ընկերներից մեկը որը որ սպիտակ զգեստով էր, բայց ըստ երևույթի նրա հոգին կարմիր էր։ Չեք հավատում, ես կարող եմ խաղաքարտը բացել եւ դուք համոզվեք, որ Վարուժը կարմիր էր։ Արտահայտվեք, մի պահեք ներսում։ Ես իրականում տենց է զգում էի։ Վարուժը կարմիր էր։ Ես տենց է զգում էի, որտեղ Վարուժը հենց խոսած սկզբում, որ Բայց ինչի հենց Վարուժին, եկեք այդ հասկանանք։ Չէ, նենց խոսած, բայց ստացվում է ճիշտ էր խոսում, որովհետեւ ուղղակի սևերը հիմա շատ լավ Հա, այդ եմ ասում, էլի, տենց Եվ սպանեցին Վարուժին, որ ավտոմատ կասկածը գա ինձ վրա, Հետևաբար Ժաննա դուք ինքներդ ձեր տեխնատությունը չեք կարող դնել, բայց արդեն տեխնատություններ կարող եք նաև դնել։ Ես չհասկացա իմ մոլորակից Ժաննայի վերլուծությունը, բնավ Ինչի չհասկացա։ Ժաննան որոշեց, որ սևերը լավ են խաղում։ Ասեմ ինչի որոշեց։ Բացատրեմ մանրամասն։ Վարուժը կասկածում էր Ժաննային, իսկ իրանք միանգամից վերացրեցին։ Կամ էլ Ժաննան վերացրեց հենց երկու տարբերակ կա։ Ոչինչ չի բացառվում ու ըստ Ժաննայի սպանեցին միանգամից Վարուժին, որ մենք բոլորս կարմիր խաղացողները միանգամից թեքվենք եւ ասենք Ժաննա դու էիր, որովհետեւ քեզ Վարուժը կասկածում։ Ժաննա դարք էլի լրիվ։ Այստեղ ոչ մեկին չեն այրում։ Ժաննան էր։ Ժաննա։ Այստեղ մենք մենք։ Քուչու։ բայց կարող է սևերը այդպես տեսան Ժաննայի ու Վարուժի հարաբերությունները, որոշեցին այնց խաղան, որ Ինչ որ հարաբերություններ կար։ Խաղային։ Իհարկե, խաղային արաբերություն։ Փոքրիկ։ Ես Տեսան այդ հարաբերությունները ու նենց արեցին, որ սենց հիմա միանգամից բոլորս կասկածենք Ժաննային։ Բայց դու էլ նաև ասացի, որ կարող լինի հակառակը։ Այդ եմ ասում, կարա լինի նաև հակառակը, որ հիմա երկուսին էլ իրանք հանեն, այսպես ասած, հիմա քվեարկություն անենք, Ժաննային էլ հանենք, այսինքն դուրս գա, որ երկու կարմիր խաղացող դուրս եկավ խաղից։ Լավ, միացած բան։ Հետո գիշերն է սպանել ինչ որ մեկին, այսինքն հիմա մենք քվեարկենք Ժաննային հանենք ու գիշերը եւս մի կարմիր սպանեն։ Տեխնատություններ կան, թե ոչ։ Չէ, մատ ուզում ուղղակի Միլենան էլ խոսա, որովհետև այս ամբողջ ընթացքում Միլենան չի խոսում։ Սևական է գնում խաղը ավելի շատ, չխոսալով։ Չէ, Կողաղն է սևական գնում։ լավ նոր դու Չէ, ես լավ խոսեցի վերլուծեցիր։ ուղղակի իմ համար կա երկու տարբերակ, կամ Ժաննան Սևա եւ Վարուժին բնականաբար հանելա անհիմն կասկած, որտեղ ուներ Վարուժը անարդարացված, պրոստը ասես խոսելու ձևը փոխել ես։ Քաղաքականությունը չի։ Բայց ինչը պրիմիտիվ է Կամ, պրոստը։ դե, բայց կարա Եկեք չմոռանանք, որ եթե վերցնենք Ժաննան սև խաղացողը, Ժաննան չի գործել մենակ, Ժաննան ունի գործընկեր, եւ եթե անգամ Վարուժի եւ Ժաննայի միջև կար ինչ որ իմաստով հակամարտություն, ապա մյուս գործընկերը եւս պետք է համամիտ լիներ Վարուժին հեռացնելու հետ կապված, հետեւաբար եկեք չկենտրոնանանք միայն Ժաննայի վրա։ Եթե անկեղծ մինչև քնել ես այնտեղ, ես մի քիչ Վարուժի վրա կասկածում էի, ինչի որ sense գլորեց էլի սկզբից Ժաննայի վրա մտածի էսի երևի Վարուժը սևա ուրախությունը չկարողացավ զսպի ու ասեց Ժաննա ինչ որ ուրախ էր բայց եթե անկեղծ հիմա տեսեք ինձ թվում է դեռ կպահեն որովհետև Դες կպահեն։ այո Տեխնատություններ։ Իսկ կարողա դու ինքդ քեզ տրախով կայես։ չէ ես կներեք կարելի է տեխնատություն դնել Այո։ բայց թեկուս սխալ եթե Թեկուս։ լինի ես չեմ ես դնում եմ տեխնատությունս Ժաննայի վրա Որ Ժան, էս Ժաննա Ժան։ ուղղակի մի Ժան։ խնդրան իսկ դու ընդհանրապես հազալուց ո՞նց ես հազում
Նայած։ Տարբեր։ Ինչ Ձայնես աստիճանի լսել։ հիվանդ եմ։ Չէ, ձայնի կապսուլաներում օրինակ թեթև հիվան մրսածության ժամանակ Եթե սա նկատի ունես, դա 273 պարբերաբար անում են ոչ աստիճան։ հիվանդներ խոսալու ժամանակ խոսալու ժամանակ կարող է լինի սպոնտան եւ ես անգամ Ժաննա, չնկատեմ, կարող բայց եք այն հարցերը, որ ձեզ դուր չեն գալի չպատասխանել։ Ես խնդրում եմ տեխնացիոնից Դրված է, Ժաննայի տեխնացությունը, Ժաննա Վելիցյանի տեխնացությունը անհիմն Ժաննա, ձերքը բարձրացնել ձեր, որ մենք հասկանանք, որ ձեր տեխնացությունը դրված է։ Ուրիշ։ իմ տեխնատությունը դրված է։ Այն է որ մյուս Ժաննան դուրս գա այս պարագայում, եթե միայն մի տեխնացիոնա լինելու։ Ես չէի դնի, բայց ավելի կասկածում եմ քեզ, քան մյուս Ժաննան։ Լսենք, հայտանք փորձում խաղանք։ Ին, չէ։ Իրականում Քո հետ չեմ խաղում։ Երբ որ մենք մեր սենյակներում էինք, ես հասկացա, որ սևերը շատ դժվար էին կողմնորոշվում։ Երկար։ Երկար, շատ դժվար։ Իմ մոտովել անցան, ինձ թվաց ինձ են։ Հիմնականում այս կողմերից էր ձայները գալիս, ես փորձել եմ ըստ ձայների կողմնորոշվել։ Ձեր կապսուլաները լսվում, հա։ Կողքի Դու երևի շատ բարձր ես, Շատ վատ տեղ եմ ես։ Դու կարող խոսում ես անընդհատ։ Ինքը շատ ախորում։ Տեխնացություն։ Թվում էր, որ երկու աղջիկ կարող են։ Տեխնացություն։ Չունեմ ես այս Անուն չունենք։ Ժաննա միակ տեխնացուն է։ Չէ, պարոն հաղորդավար, ես ուզում եմ մեր մյուս Ժաննայի տեխնացությունն էլ Բարի, դնել։ երկու։ Հնարավոր է երկու հարևաններով եկել են, Երկու Ժաննաների միջև եք։ ես հիմա ուզում եմ Ժաննա, դուք էլ կարող եք դնել տեխնացություն։ Ես Ես կարող չեմ եմ կարծում, որ հիմնավորել։ մյուս Կարող եմ Ժաննան սևա։ Ժամանակ ունենք թե չունենք։ Այո, ունենք։ Բնականաբար մաքուր կարմիր խաղացող Ուշադիր եկեք մի հատ հասկանանք։ Մարիամը ճիշտ վերլուծություն արեց։ Այդ ճիշտ վերլուծությունից առաջ Ժաննան խոսած այն առումով, որ դե կարողա Վարուժին հանել են, որովհետև ինքը ինձ էր կասկածելու, հիմա կասկած ընկնելու է Ժաննայի վրա։ Այդ տարբերակը կա, չի բացառվում, բայց կա նաև այն տարբերակը, որ Ժաննան լինելով սև, չկողմնորոշվելով ինչ պետք անի, ոնց պետք անի եւ հետի խաղացողն էլ այդքան ոչ փորձառու է հնարավոր է։ Կարո դու ինձ նորից ճանաչում Չէ, բայց ես քո դեմքի փոփոխությունը զգացի, ես քո դեմքի փոփոխությունը զգացի, էդ էլ քեզ լավ իմանալով եմ ասում։ Ու դու կարող ես եւ փորձի պակասից ելնելով որոշեցիր միանգամից Վարուժի վերացնես, ով որ առաջինը ինչ որ թեմա էր սկսել քո հետ կապված։ Ուղղակի, որպեսզի չլինի մեկ տեխնացություն, նաեւ եկեք թող լինի։ Ունենք երկու տեխնացություն, ուրիշ տեխնացություններ կան։ Հերոսի Ժաննա եւ Ժաննա։ Բարի, Ժաննա, դուք ել բարձրացեք ձեր ձերը Ժաննա։ Բայց պետք է փորձենք, չէ՞։ Չէ, բարձրացնում ես, որ մենք որովհետև տեսնենք, որ դուք տեխնացու եք։ Այո։ Okay. Հիմա ուշադիր։ Ուշադիր, լսում եք ինձ։ Ով է կողմ, որ մեր խաղը լքի Ժաննա Վելիցյանը։ Մեկ մարդ։ Դրան մեկ մատը բարձրացրեք ձեր։ Այդպես։ Ով է կողմ, որ մեր խաղը լքի Ժաննա Բուտուլյանը։ Ձեր ենք բարձրացնում։ 1 2 3 Ես քվեարկեմ թե չքվեարկեմ։ Պետք է քվեարկեք, այո։ 5 1 2 3 4 հա 4 1 Ժաննա Բուտուլյան դուք պարտվեցիք, բացվեք, կարող եք ասել ձեր վերջին խոսքը եւ մեկել մեր դիեզերա նավը։ Պիտի բացեմ քարտը։ Այո։ Ես հիմա կհասկանամ ամենաառաջինը, երբ որ դու բացեցիր ու նայեցիր, ես ճիշտ եմ նկատել, թե չէ։ Բացում եք քարտը։ Ժաննա։ Կամ ասում է վերջի խոսքը, հետո բացում է։ Կամ բացում է ու չի ասում։ Եթե սևա ինչ ունի ասելու, բան չունի։ Ես սրտատրոպ սպասում եմ։ Հայհոյում է եւ գնում է։ Քույրին, Անիծում բացիր, է, քույրին։ Հայոյում։ Ասեմ, Ինձ։ ես այո, սևեի։ Այո։ Վարուժին սպանեցի ոչ թե որովհետև շփոթվել էի, այլ այդ տրյուկի համար, որ մեր խաղը ուրիշ խաղանես, հա, բայց դա ավելի շատ գնաց շփոթության վրա։ Բայց ես վստահում եմ իմ թիմի մյուս անդամին եւ գիտեմ, որ նա թեկուզ մենակ, բայց խաղը ինչեւ Շնորհակալություն Ժաննա։ Իսկ Մարիամիկին առանձին շնորհակալություն ինձ պաշտպանելու համար։ Շնորհակալություն։ Ժաննա լքում է դիեզերանավ այն կողմից։ Այո, այն կողմից լքում է։ Հուսով եմ այնտեղ տակ է։ Ըստ երևույթի երկու Ժաննա, մեկ չտեսլա X-ում շատ է։ Վագն, գոհ եք այն ամենից։ Ոչ։ Ինչու՞։ Սև խաղացող վերացավ։ Խաղացողը չէ, Ժաննան, եթե անկեղծ այնքան էլ իմ համար լուրջ խաղացող չէր, որովհետև լարվածությունը իր շատ էր։ Լավ, զգուշացեք, դռները Սևանում բացվում ես։ են։ Սև ես։ Ունենք -1 կարմիր խաղացող, ունենք -1 սև խաղացող,
Եթե հիմա ինձ սպանեն, մի րոպե, եթե հիմա ինձ սպանեն, ուրեմն երկրորդ ծև խաղացողը Վահագնն է։ Իսկ ինչի Ժաննան դուրս գալուց գրկեց կողքի Մարիամին։ Բարի։ Միգուցե Մարիամը թաղային կարող է նաև դրա համար երևի նշան էր տալիս, որ Մարիամին վերացնեն։ Եթե հիմա ինձ չսպանեն, ուրեմն երկրորդ ծև խաղացողը Մարիամն է։ Ինձ է սպանելու։ Իսկ հիմա փորձում ենք արդեն հրավիրել այստեղ թիկնապահին եւ հասկանալ, թե թիկնապահը այս անգամ ում է տալու իր պաշտպանությունը։ Թիկնապահ։ Շնորհակալություն թիկնապահին, թիկնապան։ Հարգարժան, թաղային։ Գնամ հասկանամ գամ։ Թաղայինը դուրս է գալիս եւ ուզում է ստուգել ում։ Լավ, կարևոր է երկուսում ենք։ Ստուգեց թաղայինը։ Վարուժը գնացել է Կարմիր, այսինքն այնտեղ շատ քչացավ մնաց Նիկոլայը եւ Միլենան ու Ժաննա Վելիցյանը։ Այդ երեքից մեկն է։ Փաստորեն մեր մյուս սևը ու այս դեպքում արդեն ինձ թվում է, որ դա Նիկոլայն է։ Եվ այսպիսով Սև խաղացող, դուրս եկեք եւ տեսեք, թե ինչ եք անում։ Մնացել եք մենակով եւ դա պարզ է բոլորին։ Մտածելու շատ բան չկա, սև խաղացողը դուրս է գալիս եւ գնում է եւ ինչ որ մեկին փորձում է վերացնել։ Եթե այդ ինչ որ մեկը չունի իմունիտետ, ուրեմն նա լքել է մեր խաղը։ Եթե ունի իմունիտետ, ուրեմն չի մահանա։ Այսպիսի որոշում։ Բարի։ Վահագն սև խաղացողը։ Կարմիրներ։ Սև Ժաննան գնաց, հետևից գնաց Կարմիր Ժաննան։ Իմունիտետ է չուներ։ Մեկ գիշեր, երկու Ժաննա։ Այ քեզ բան։ Ժաննա, վերջ։ Վահագն սև խաղացողը։ Զգուշացեք, դռները բացվում են։ Ինչպես ասեց դասականը, մեկ գիշեր, երկու Ժաննա։ Բացենք Ժաննայի քարտը, տեսնենք, համոզվենք, որ նա Կարմիր էր։ Դժվար սևերը ինքնասպան լինեին, չէ՞։ Չեմ հավատում։ Խաղը վերջանար, չէ՞։ Տենց դեպք չէ լինի, եթե սևերը ինքնասպան լինեին, կարմիր, սև, կարմիր եւ մեկ սև։ Դեռ կա խաղում։ Հիմա եկեք մի հատ տրամաբանենք շատ կարևոր բան, ժողովուրդ։ Այստեղ խաղը իմացող ու լավ խաղացող ոնց հասկանում են Վահագնն է, ինչ որ չափով։ Պետքա զգուշանաս հիմնականում եւ պետքա խաղաս նաեւ այն մարդկանց հետ, ովքեր խաղը լավ գիտեն, ում հետ կարանաս խաղ կառուցես, չէ, ես հիմա վատ բան չեմ ասում։ Մարիամը ինչքան էլ որ անփորձ է, բայց լավ է տրամաբանում ու շատ արագ ընկալում է ամեն ինչ խաղի հետ կապված։ Հիմա տեսեք, ինչ ունենք, փաստացի, Ժաննան գնացել է սև, երկու կարմիր արդեն խփվել է։ Սև, մնացել է մեկ սև։ Հիմա ես ուզում եմ այդ լավ խաղացողի պահով ասեմ, Նիկոլային եկեք ուշադրություն դարձնենք։ Ինչի։ Ես ուզում եմ, որ Նիկոլայը որոշակի ես տեխնատություն եմ ուզում դրամ Նիկոլայի
հեռացման վրա։ Նիկոլայի տեխնատությունը։ Թվաց ես ուզում Նիկոլայի գլխ կոնցի տա, mən տեսնական։ Չէ, շատ մի բան է մնացել մեզ խաղա կրելու համար։ Մեկ ճիշտ որոշում։ Իմ կարծիքով եւ հետո կբացեմ ինչի իմ կարծիքով, թե ինչու եմ կասկածում Միլենային կամ Նիկոլային։ Հիմա թող մի հատ ընթացքը գնա մարդիկ խոսեն եւ վերջում կասեմ, տեխնատությունս առաջարկում եմ դնել Նիկոլայի վրա, եթե կան այլ տեխնատություններ, այս իմ ասած տարբերակներից, խնդրեմ, հետո վերջում կասեմ ինչ եմ այդ ամեն ինչը ասում։ Ես անդադար լռում եմ, որովհետև ուզում եմ լսել։ Բայց ես հիմնականում ուշադրություն եմ դարձնում գիշերները, թե որտեղից ինչ ձայն է գալիս, կներեք, եթե դա իմ կողմնորոշման տարբերակն է այս պահի դրությամբ, բայց ես այդպես եմ կողմնորոշվում։ Դու մեզ մոտ լսող ես։ Ահա, ես փորձում եմ քիչ խոսել եւ շատ լսել։ Եվ ինչ ես լսել։ Ու քանի որ Ժաննայի սպանեցին, ես հիմնականում, երբ որ սևերը սկսում էին տեղաշարժվել, ես լսել եմ ձայն իմ այս կողմից։ Այս կողմից եմ։ Չգիտեմ, դա ձայնով կողմնորոշվելը ճիշտ է թե ճիշտ է խաղի կանոնների մեջ։ Խաղի կանոնները ձայնի մասին ոչինչ չեն ասում, ուղղակի հիշեք, որ ես էլ եմ շարժվում, ունենք ներսում։ Դուք դրանձայն չեք անում։ Դրանձան ոչ։ Դրանձայն, այո։ Այդպիսի կոմպլիմենտ ինձ դեռ չէին արել։ Ես իսկապես դրանձայն։ Չնայած մեր խաղի անունը մաֆիադոր է, բայց ես դրանձայն չեմ հանում, այո։ Մարիամ եւ Վահագ, ես անկեղծ ուզում եմ ձեր հետ խաղամ։ Ես կարող եմ սխալվել, խնդրեմ ներեք ինձ։ Ունենք մենք տեխնացու։ Դե առաջարկի տեխնացու Միլենայի։ Կարոյի հետ առաջին անգամ եմ խաղում ու ես չգիտեմ ինքը կամ լավ խաղացողա դրա համար այսքան ակտիվ խոսում, ես քո հետ խաղում էի, իմ համար դու ամենակարմիրն էիր այսքան մարդու մեջից, բայց հիմա Չես ցույց տվել երբես խաղացել իմ հետ։ Ինչ։ Չես ցույց տվել այդ որ դու խաղում ես Դե իմ հիմա հետ։ եմ ասում։ Հա։ Դու էլ ցույց չես տվել, որ ինձ սև ես կասկածում, նոր ցույց տվեցիր։ Հա, որովհետև ասեցի ունեմ իմ պատճառները։ Ես կասես հեսա քո պատճառները, ինձ հետաքրքիր է։ Մարիամ կդնես տեխնացություն երկրորդը։ Միլենայի կամ ես ընդրել եմ Նիկոլային, դու էլ Միլենային։ Ես խոսում եմ Կարո, ես ուրեմն քոնը կդնեմ, որովհետև կամ դու վատ ես կարմիր խաղում, որովհետև դու չես ուզում հենց հիմա իմ հետ խաղաս։ Իսկ ես կարմիր Իմ համար խաղացող եմ։ Միլենան Իմ համար դու սևացած։ Միլենա, դու դնում եք Կարոյի տեխնատությունը։ Ես դնում եմ Կարոյի տեխնատությունը, որովհետև անհիմն կասկածա։ Չէ, երկուսով անիմաստ է դնել հոգու տեխնատությունը։ Միլենային եմ Բարի, կասկածում։ Նիկոլային եմ կասկածում։ Նիկոլայի տեխնատություն ունենք, Կարոյի տեխնատություն ունենք։ Ժորդ, իմ ասած ինչով է անհիմն։ Ասեմ քո ասածի դու ասում ես կամ ինքնա եկեք Նիկոլային հանել։ Ես ասեցի ինչ։ Արս արգումենտ։ Ի սկզբանե դու խաղը կարում ես, դու հասկանում ես խաղից ու ի սկզբանե շատ ճիշտ քաղաքականությամբ եկար։ Դու հասկացել ես ժողովուրդը հետ սև խաղացողը Ժաննան է Բուտուլյան եղել, որը հնարավոր է կարող է այդքան լավ չի խաղում կամ դու մտածել ես որ կարող է լավ չխաղա։ Դու որոշել ես ավելի նեյտրալ վիճակ։ Դու այդ նեյտրալությունը պահել ես շատ լավ։ Ես էլ եմ նեյտրալ եղել։ Չէ, այդպես լիքը, ասենք Ժաննան լրիվ նեյտրալ էր, ասենք, այս աղջիկը։ Այն կարա լուբոյ բան բաց գնաց, ասենք։ Վահագնը բան արեց։ Լավ, քանի որ սենց իմ արգումենտն իմ արգումենտը։ Սա վերջ, եթե մենք հանենք Սևին խաղի շերիֆն եմ։ Առաջին գիշերը ստուգել եմ Մարիամին։ Ես խաղի թաղային եմ։ Առաջին գիշերը ստուգել եմ Մարիամին։ Երկրորդ գիշերը ստուգել եմ Վահագին, իրանք երկուսն էլ կարմիր են։ Դրա համար իրանց հետ Ես առաջարկեցի Ժաննայի տեխնատությունը։ Ժաննան գնաց ու սև գնաց, այսինքն եթե ինձ լսեք, ճիշտ է տրամաբանությունը։ Ուրիշ թաղային կա կարմիրների մեջ որ կբացվի։ Չէ, լժը շերիֆ չկա։ Կարա ինչ որ մեկը հիմա ասի, բայց այդ մի հավաք։ Չէ, իմ համար հենց հիմա դու իմ համար այդ շատ լիմիտի վարդային ինչ դու ես որտեղ ես գիշերին ստելում եմ։ Այն ինչ։ Կարելի է մի բան ասել։ Այո, իհարկե։ Կարճ կոնկրետ, երբ որ տեսեք, երբ որ այն կրուգում Ժորժ ջան, մենակ ինձ թվում է խաղի թաղայինն էլ ինքը ամփորձ է, բայց քանի որ կարմիրա մերն է ու Ամրասմա շունուգել պիտի պաշտպանենք։ Ամփոփ չի, ես քեզ ասեցի։ Հիմա մի բան ասեմ։ Կարո ջան, դու ընդհանրապես ինձ թվում է դու ուզում ես բրկվես, չգիտես գիտես բանը։ Մի րոպե, բայց թաղային կա, մի րոպե, եթե խաղում ես թաղային կա կամ ուրեմն կամ դու։ Ուրեմն բացվեք, եթե Ժաննան կամ Վարուժը թաղային։ Ես մարդը կարմիր է, դու կարմիր ես, թաղային չես։ Ի սկզբանե Կարոն Վահագի հետ, Վահագն ու Կարոն ցած լավ ընկերական խաղացին ամենասկզբին։ մի հատ։ Ժորժ ջան, ես խաղում փոքր եղածնի թաղային, որոնք գնացել են չեն ասել դրա մեջ։ Ժորժ, սպասեք մի բան եմ ասում։ Ես խաղում եմ Միլենայի հետ ինչի։ Խաղում եմ Միլենայի հետ նրա համար, որովհետև Միլենան շատ անկեղծ է, որ ես այն կրուգում ասեցի ես իրոք այդ ձեները չեմ լսում, մենակ իմ կապսուլայում, որ ձեներ չկա, Միլենան ասեց, բա կարողա շատ ես խոսում դրա համար։
Դա այն որ սրտի խոսքից եկած կարմիր խոսք։ Իսկ Կարոն Ժաննայի հետ համաձայնության չեկե ի տարբերություն։ Վարդալ է Ունենք Ժողովուրդ նայեք, մի րոպե, մի հատ հարց կարող եմ տալ։ Նիկոլայի Եթե տեխնատությունը լինում է 3 Ես դնում եմ մեկ սև ով հաղթում են։ ոչ, միջև էր խաղում։ Okay, ուրեմն Շանս ունեք, ես տեխնատիոնս դրել եմ Նիկոլայի Նիկոլայի վրա։ տեխնատությունը Ժողովուրդ Ես հիշեք, կհավատամ ես քեզ ով Աղեն։ եմ։ Մարիամ դու կարմիր ես, չէ՞ Մարիամ։ Դու գիտես որ դու կարմիր ես։ Դու գիտես չէ՞ որ դու կարմիր ես։ Հստակ գիտես, տեսել ես։ Մենք մի խաղ Ես ձեզ ունենք, տուգել եմ։ հաջորդինքն է։ Նիկոլայ Ես ձեզ տուգել եւ եմ։ Կարո։ Ով է կողմ, որ խաղը լքի Նիկոլայը, ձեր բարձացրեք։ 1 ձեռք, 2 ձեռք։ Բարի, իջացրեք ձեռքերը։ 2 մատ բարձացրեք Նիկոլայ, 2 մատ։ 2 մատ։ Ով է կողմ, որ խաղը լքի Կարոն։ 3 հոգի։ Կարո, ձեր վերջին խոսքը եւ բացեք ձեր քարտը։ Ես երևի շատ վատ խաղացի կամ դուք շատ վատ հասկացաք ամեն ինչը։ Այս դեպքում ավելի լավ խաղաց Նիկոլայը, որ կարողացավ ձեզ համոզի։ Վահագը շատ խառնվեց այս ամեն ինչում, Վահագ փոշմաներվեց, որովհետև դուք հենց հիմա անեցիք խաղի շերիֆին։ Ուտես ասում։ Մեկ քաղաքարկ պետք է ցույց տայեք։ Մեկ քաղաքարկ պետք է ցույց տայեք։ Okay, դրել եք, վերջ։ Դու ես ուզում։ Դուրս եք գալիս։ Ինքն է։ Դուրս եք գալիս, դուրս եք գալիս։ Ստուգված կարմիրները Վահագն ու Մարիամն են։ Կարմիր են, Մարիամ։ Ինքն է, ուրեմն, всё, էշություն արեց։ Ես չեմ արա, ոնց եմ դու։ Դու կարող Զգուշացեք, դռները բացվում են։ Մի ես ուղակի դեռ հիացած եմ։ Տեսնենք թե ինչ է լինելու, որովհետև դեռ սևերը չեն հաղթել։ Կարմիրները կարող են փոխել այս ամենը, բայց կարող են նաև չփոխել։ Ես Վահագի հետ եմ խաղում այս բան հստակ, նաև Միգենայի ինձ համար հստակ սև դա Միգնա։ Եթե այս անգամ սխալվեմ, իմաստ չունի խաղը, վերջ։ Այս խաղը իմը չի։ Ժամանակն է կանչել դուրս թիկնապահին։ Թիկնապահ։ Ում է պաշտպանելու այս անգամ թիկնապահը։ Թիկնապահն կատարեց իր որոշումը եւ պաշտպանված է այս գիշերվա ընթացքում։ Չգիտեմ։ Մարիամն էլ ասում է այն կողմերից անհանգստության նշաններ է նկատել, ուրեմն Նիկան է։ Բայց լավ կլիներ, չէ՞ որ սև խաղացող լինեի ու սենց խաղայի։ Ախ, Նիկա։ Եկեք հրավիրենք դուրս նաև թաղայինին, տեսնենք թե ինչ է ասում թաղայինը, ում է ստուգում այս անգամ եւ ինչ կտա այդ ստուգումը թաղայինի։ Ես Կարոյին ամենասկզբից վստահում էի ու չգիտեմ խի սենց ապուշ քայլ արեցի։ Թաղայինը ստուգեց, իսկ հիմա տեսնենք թե ինչ է անելու սև խաղացողը։ Սև խաղացող, դուրս եկեք եւ արեք ձեր սև գործը։ Դուրս եկեք սև խաղացող եւ կատարեք ձեր սև գործը։ Հուսամ ինձ չեն հանի հիմա, ես հնարավորություն կունենամ խոսալու։ Ինձ պանեցին։ Լեզուն ճարտար էր, բայց միտքը կարծես թե ոչ, սխալվեց, չպետք է Մարիամին իմասպաներ, որովհետև պարզ էր, որ Մարիամը պաշտպանված է։ Ինչ դժվար խաղ։ Վայ։ Զգուշացեք, դռները բացվում են։ Մնացիք 3 հոգով։ Այո։ Սևերի գործը հեշտացավ, թվում է Սևերին, բայց արի ուտես, որ մեր թիկնապահը բավականին խելացի խաղացող էր, և նա փրկեց Մարիամին, Մարիամը փրկված է և կենթանի է, Մարիամ վերադարձել։ Դսեց։
Մարիամ վերադարձեք։ Դուք կաք, դուք ապրում եք, դուք շնչում եք, դուք ժպտում եք, դուք սիրում եք, դուք խաղում եք մաֆիադոր։ Ապարենք։ Շնորհակալություն։ Տեղավորվեք եւ լսում եմ ձեզ ուշադիր։ Երեխեք, ես այս խաղի թիկնապահն եմ։ Կարոն դուրս եկա, որպես շերիֆ ցույց տվեց քարերը անգամ։ Որպես թաղային։ Թաղային ներողություն, հին սովորությունը շերիֆ ասել է։ Եվ ես վստահում եմ իրան, որ ստուգելա Վահագին, ստուգելա Մարիամին, ես մի անգամ ուզում տեխնացությունը դնել։ Ես էլ ուզում Նիկի վրա դնել տեխնացությունը, որտեղ միակ սևը որովհետև եթե ստուգված ենք, չէ, եթե ստուգված ենք ես Վահագը, եթե վաղուց սևերը դուրս եկած ծլնեին, խաղը ավարտված կլիներ կարմիրների օգտին։ Ես վստահ եմ, որ Միլենան։ Կարոն կարողացել է ստուգել, ես չեմ ստուգում։ Ինձ ստուգելա Կարոն։ Կարոն քեզ չի ստուգել։ Մենք երկու փաստացի երկու կարմիր խաղացողներ։ Հա, դուք փաստացի երկրորդ կարմիր խաղացողներ եք։ Որովհետև Միլենան Ես ձեզ ուզում եմ ուղղակի հիշեցնել, որ անգամ եթե հիմա սևը չսպանվի, դա չի նշանակում, որ խաղը ավարտված է։ Հա, բայց մենք մի սև ունենք, երեխեք, դա սևը մեկն է։ Ես մի անգամից դնում եմ Նիկի տեխնացություն։ Նիկոլայի տեխնացություն։ Բարի, էլի եմ ասում, հա, ես լրիվ համաձայն եմ չի, որովհետև ես ընդամենը Կարոնին ասում, Կարոն ընդամենը մի բանում էր մեղավոր, որը ոնց պատտվեց Վահագը լավ Համաձայն եմ, բայց ես շատ արագ ես ռեակցիա տալի ունեք, ես շատ լուր հետևեցինք ամեն մեկից ինչ ասել։ Դու մի հատ ու նախադասությունից վերցրեց շփոթեցի Կարոյին։ Մի թեքվի, ասում եմ։ Բայց ես արագ ռեակցիա ես հենց սկզբից գիտեի, որ դու կարմիր ես քո անկեղծության, ու ես այտենց արագով ես նաև այտենց իմացել եմ, որ նաև Միլենան է կարմիր։ Ահա, ուրեմն դու ես կարմիր։ Էդ եմ ասում, Նիկան հա ուղղակի Վահագն տեխնացություն։ միանշանակ կա արդեն Նիկոլային ու մենք այս խաղը խաղում ենք ու գնում ենք երջանիկ Դու ստուգել ես բան։ Ես չեմ կարող։ Նիկոլայ, դուք պաշտպանվելու իրավունք ունեք եւ կարող եք դնել տեխնացություն։ Ուրիշ։ Տեխնացություն դնում եմ Վահագին։ Իհարկե Որովհետև ամենա սենց հիմա ֆրած ընդեղ բան սկսեց պաշտպանել։ Ունեք երկու տեխնացու։ Նիկոլայ եւ Վահագն։ Խնդրում եմ ուշադիր։ Միլենան այնքան անկեղծ ասում է Բայց հենց նոր Մարիամին ես եմ հետ բերել խաղին, շնորհակալություն։ Thank you։ Այո Վահագնա։ Երեխեք։ ինչ մոդը Ուշադիր։ Կրվելու է։ Ով է կողմ, որ խաղը լքի Նիկոլայը։ Նիկոլայ, Ճուճու։ մեր մոլորակն է դու ուրիշ բացեք ձեր քարտը եւ խոստովանեք, որ ամեն ինչ կարող է լինել այլ կերպ։ Արեք կրեիք ես խաղ։ Կարմիրները հաղթեցին, ես շնորհավորում եմ կարմիրներին։ Մենակ մնացին մի անգամ։ գնա Գնացեք այնտեղ ուրախացեք կարմիրներ եւ շնորհակալություն հայտնենք Միլենային, որ նա փրկեց Մարիամին։ Այո, շատ շնորհակալ։ Որովհետեւ եթե նա չփրկեր Մարիամին, Վահագի գլուխը ուտելու էր Նիկոլայը։ Գնացեք եւ ուրախացեք։ Շնորհակալություն։ Մաֆիադորը ավարտվեց, սա առաջին մասն էր այս թիմի հետ, այս խաղացողների հետ, մենք կունենանք երկրորդ խաղը եւ միգուցե սևերը կարողանան ծնկի բերել կարմիրներին եւ հաղթել ռևանշ իրավունք ունեն բոլորը։ Տեսնենք թե ինչ կլինի այս անգամ։ Մնացեք մեզ հետ, բաժանորդագրվեք եւ կոմենտներում գրեք թե ում կուզենայիք տեսնել հայտնիներից կամ միգուցե անհայտներից այս սեղանի շուրջ։